Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն անդրադարձել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ապրիլի 1-ի հանդիպմանը։ Նրա խոսքով Հայաստանն ըմբռնումով է մոտեցել ռուսական կողմի բարձրաձայնած մտահոգություններին։ Մոսկվան կհետևի Երևանի հետագա գործնական քայլերին։ Իր հերթին Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը ղեկավարների հանդիպումը որակել է օգտակար, անկեղծ և անհրաժեշտ։ Նրա խոսքով երկու երկրներին միավորում են խոր պատմական կապեր, Ռուսաստանում ապրում է հայկական մեծ սփյուռք շուրջ 2 միլիոն մարդ, հետևաբար Հայաստանի ղեկավարության ընտրած կողմնորոշիչները Մոսկվայի ուշադրության կենտրոնում են։ Հայաստանի հետ հարաբերությունների թեմային է անդրադարձել նաև Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ Նրա պնդմամբ, եթե Հայաստանն անդամակցի Եվրամիությանը, ապա Ռուսաստանը Հայաստանի հետ ավիահաղորդակցություն չի ունենա, ինչպես եւ չունի ԵՄ անդամ այլ երկրների հետ։ Նա միևնույն ժամանակ նշել է, դեռ պարզ չէ, թե ինչ արդյունքներ կունենա Հայաստանի անդամակցությունը Եվրամիությանը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերթական սպառնալիքներն է հնչեցրել Իրանի հասցեին, նշելով, որ ապրիլի 7-ին այնտեղ էլեկտրակայաններին և կամուրջներին հարվածների օր կլինի, և եթե Հորմուզի նեղուցը չբացվի, ապա Իրանում կյանքը դժոխքի կվերածվի։ Թրամփը նաև հայտնել է, որ ամերիկյան ուժերն Իրանի լեռներից փրկել են ապրիլի 3-ին խոցված F-15 կործանիչի ծանր վիրավոր սպային։ Առաջին օդաչուն փրկվել էր ինքնաթիռի կործանումից ժամեր անց։ Իսրայելն իր հերթին սպառնացել է ուժեղացնել Իրանի նավթաքիմիական արդյունաբերությանը հասցվող հարվածները։ Արձագանքելով Թրամփի հայտարարություններին, Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային նշել է, որ երկիրը համարժեք հակահարված կտա։ Զինված ուժերը պատրաստ են թիրախավորել ԱՄՆ-ի հետ կապված օբյեկտները ի պատասխան ագրեսիայի։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն էլ հայտնել է, որ Հորմուզի նեղուցը երբեք չի վերադառնա իր նախկին վիճակին, հատկապես ԱՄՆ-ի և Իրանի համար։ Ըստ ԻՀՊԿ-ի Պարսից ծոցում նոր կարգ է գործելու։ Փոխադարձ սպառնալիքների ֆոնին ռազմական գործողությունները շարունակվում են։ Թեհրանում պայթյուններ են տեղի ունեցել, առնվազն 13 մարդ է զոհվել, այդ թվում երեխաներ։ Թիրախավորվել է Շարիֆի տեխնոլոգիական համալսարանը։ Հարվածներ են արձանագրվել նաև այլ քաղաքներում, որտեղ նույնպես կան զոհեր։ Իրանն էլ հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ, թիրախավորվել են երկրի կենտրոնական և հյուսիսային շրջանները, Հայֆայում կա 2 զոհ։ Արաբական Միացյալ Էմիրություններում հարված է հասցվել հեռահաղորդակցության շենքի։ Իրանական ԱԹՍ-ներ և հրթիռներ են խոցել Սաուդյան Արաբիայում և Քուվեյթում։ Ռազմական գործողությունները շարունակվում են նաև Իսրայելի և Հզբոլահի միջև։ Բեյրութն ապրիլի 5-ին 8 ավիահարվածի է ենթարկվել։ Լիբանանում 1 օրում շուրջ 40 մարդ է զոհվել։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին տարածաշրջանում տիրող իրադրությունը քննարկել է Հնդկաստանի և Ռուսաստանի իր պաշտոնակիցների հետ։ Սերգեյ Լավրովի հետ զրույցում Արաղչին տեղեկացրել է, որ ԱՄՆ-ն և Իսրայելը հարվածում են Իրանի արդյունաբերական ենթակառուցվածքին, հիվանդանոցներին, դպրոցներին, բնակելի թաղամասերին և միջուկային օբյեկտներին։ Լավրովն իր հերթին հույս է հայտնել, որ իրավիճակն ապաեսկալացնելու մի շարք երկրների ջանքերը հաջողությամբ կպսակվեն։ Միևնույն ժամանակ Ռոսատոմի ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը հայտնել է, որ Իրանի Բուշեր ատոմակայանից տարհանվել է 198 աշխատակից։ Ռուսաստանցի անձնակազմի տարհանումն իրականացվում է Հայաստանի տարածքով։ Ավելի վաղ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը հայտնել էր, որ Բուշեր ատոմակայանի մոտակայքում արկ է պայթել, վերջին շաբաթների ընթացքում արդեն 4-րդ անգամ։ 1 աշխատակից զոհվել է։ Ռազմական գործողությունները շարունակվում են նաև Մոսկվայի և Կիևի միջև։ Ռուսական ուժերը զանգվածային հարվածներ են հասցրել Օդեսային, որտեղ կա 3 զոհ, այդ թվում երեխա։ Ավելի քան 10 մարդ վիրավորվել է։ Ռուսական կողմն էլ հայտնել է Նովորոսիսկի, Անապայի, Գելենջիկի և Սոչիի ուղղությամբ ուկրաինական զանգվածային գրոհի մասին։ Նովորոսիսկում կան վիրավորներ, այդ թվում երեխաներ։ Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Դամասկոսում Սիրիայի նախագահ Ահմեդ Աշշարայի հետ քննարկել է ռուս-ուկրաինական հակամարտությունը և իրավիճակը Մերձավոր Արևելքում։ Զելենսկու հետ միասին Դամասկոս է մեկնել նաև Թուրքիայի արտգործնախարար Հաքամ Ֆիդանը։ Մինչ այդ Զելենսկին բարձր մակարդակի հանդիպումներ էր անցկացրել Ստամբուլում։ Սյուզաննա Չրաղյան, լուրեր։